Սիրելիներս ողջույն եւ բարի գալուստ իմ YouTube-յան տեսալիք բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են իմ ալիքում, իմ աղջիկն է Սոսեն, ով վաղը կդառնա 9 ամսական, իսկ դա նշանակում է, որ այսօր պետք է սկսել նոր վլոգ, բավականին ուշ ժամի, որովհետեւ շատ գործ ունեմ անելու, ինչ երեխաները քնած են, մի աշխարհ արթուկ եմ արել. Այս շոկ կրակին ուղղակի հերոսությունը արթուկ անելը. հիմա պետք է հավաքեմ, մաքրեմ տները ամբողջ, որ վաղվան այդ գործերը չթողնեմ, որպեսզի կարողանանք վաղվա օրը լիարժեք անցկացնել. այսպես տղաներն էլ քանի քնած են, օրվա ընթացքում արթուկի ընդհանրապես ժամանակ չի հասնում, հազիվ կարողանում եմ ուշ ժամի արդեն քնացնել երեխաներին. Իդեպ այստեղ պատվերներ ունենք, որոնք բացել եմ ու նկարել ձեզ համար, այս սխալի անջատում լույսը, ու նկարել ձեզ համար, բայց դա արդեն կտեսնեք մեկ ուրիշ վլոգում. Սոսեի 9 ամսականն է, իսկ դա նշանակում է, որ ես լողացրել եմ 4 երեխայի, տղաներին հագցրել եմ, Սոսեին չեմ հագցրել, որովհետև ինքը լողանալուց հետո մի անգամից քուն մտավ, հիմա արդեն արթնացել է, եկել եմ մի փոքր ես էլ պատրաստվեմ, գնամ Սոսեին էլ հագցնեմ, առաքել են արդեն տորթիկը, որ սիրուն ֆոտոշութ անենք տղաների հետ, վայ ես անգամ Սոսեի համար նենց սիրուն շորիկ եմ ընտրել, այդ շորիկը նախապես ընտրված էր Առնոյի ծնունդի համար, որ Սոսեն հագնի Առնոյի ծնունդին, բայց քանի որ հանգամանքների բերումով ինքը այդ շորիկը չհագավ Առնոյի ծնունդին, ես որոշեցի, որ ինքը կհագնի իր ամսականին. ու այսօր այդ օրն է, մի թեթևից կարգի բերեմ, շատ բան չեմ անելու, բրոշկեկից չնայեք, Սոսեի բրոշկեկն է, ինչ ընկելա ձեռքից, տակ ենքան որ մազերս ավաքում հետ էի տանում, այս կողմում ունենք ֆլամինգո, իսկ այս կողմում բալ, մի թեթև ուղղակի մազերս հետ եմ տարել, որ չխանգարի դեմքիս մեյքափ անեմ. Եվ այդպես, ինքան որ սենց հոնքերս հարդարեցի, թեթև տոնային կսեցի, այս տոնայինը ենքան եմ հավանել, կոչվում է Մանխեթեն, շատ լավն է, քրոջս սկեսուրը Ֆրանսիայից էր բերել ինձ համար, այս անգամ որ քուրս գնաց Ֆրանսիա, խնդրեցի, որ ևս մեկը բերի, բայց չէր գտել սրանից էլ, ոնց նայել էր, այս տոնայինից էլ չէր գտել, ես էլ կայքերում նայում եմ, մի խանութում եմ ընդամենը տեսել, են էլ էլի հենց Ֆրանսիայում է, իսկ Ֆրանսիայից Հայաստան առաքում չկա, անգամ փոխադրողով չկա առաքում, մտածում եմ, որտեղից ես գտնեմ այդ տոնայինից, որ գա Հայաստան, որովհետև դեմքիս շատ լավ է նստել. Վերջ կարծում եմ ես պատրաստ եմ, մի թեթև թարթիչներ կսեմ ու վերջ թարթիչների լիցք էի արել մի քանի օր առաջ, բայց անկեղծ ասած հասկացա, որ չեմ կարողանում, կամ անսովոր է ինձ, չգիտեմ, բայց չկարողացա երկար մնալ թարթիչների լիցքով, լիցք արած թարթիչներով, ավելի շուտ ճիշտ ձևակերպեմ միտքս, լիցք արած թարթիչներով չկարողացա երկար մնալ, շատ խանգարում էր ինձ, շատ անսովոր էր, չնայած որ շատ թեթև էր արած, իսկապես շատ թեթև էր արած, բայց մեկը ինձ անսովոր էր, ու ստիպված եղա զոռով հանել դրանք, շոկ է շատ, թափած մազերիս մի նայեք չի խանգարում իրականում, բայց մեկը շոկ է, հետևել փայլիկներ անենք, որ փայլփլենք աղջիկաս ամսականի կապակցությամբ, այսպես,
կարծում եմ դիրա շատ հատկանշական է իրականում 9 ամսականը, որովհետև դու 9 ամիս կրում ես երեխային քո ներսում ու ևս 9 ամիս կողքիդ։ Տխրում եմ շատ, որ Սոսեն արագ է մեծանում, շատ, թե ինչքան է ինձ տխրեցնում այդ փաստը, չեմ կարող բառերով նկարագրել անգամ, ոնց եմ ուզում ձգել այդ պահերը Սոսեի մեծանալու ընթացքը, վայ, ոնց եմ ուզում ձգել։ Վերջ, ես պատրաստ եմ գնամ Սոսեիս էլ հագցնեմ, ձեզ ցույց կտամ իր շորիկը։ Ասել թե սպառված եմ, կնշանակի ոչինչ չասել։ Այս անգամ նկարահանումը շատ բարդ անցավ։ Եթե ուշադիր եք եղել նախորդ կադրերին, կարծում եմ ֆիքսեցիք, որ ես փոխել եմ իմ շապիկը, որովհետև Սոսեն տորթ արեց իր հագուստը, իմ հագուստը, հեռախոսս, բազմոցը, մի խոսքով ինչ կարող էր ու ոնց կարող էր, ոյ, ահավոր էր, մնում է կադրերը նայում ու հասկանամ տակից ինչա դուրս եկել։ Այս ամռան շոքին ուղղակի հերոսությունը արդուկ անելը, խոսքս ուղղում եմ բոլոր մամաներին ու ասում, որ դուք հերոս եք, եթե դու կարողանում եք այս ամռան շոքին արդուկ անել, ես էլ չեմ ձգում, բայց պետք է վերջացնեմ այնտեղի կույտը և պարանին հավաքված արդուկը, արդուկի հագուստները, ներողություն։ Այսօր գնացել էի իվենթի, վերադարձել եմ տուն շատ նվերներով։ Ես առհասարակ իվենթների հաճախ չեմ մասնակցում, որովհետև կարծում եմ, որ բոլորը չի, որ կարողանում են որակյալ իվենթներ կազմակերպել, իսկ դա ինձ համար շատ կարևոր է, երբ իվենթ կազմակերպողը մտածում է ոչ միայն իր գումարի մասին, որը վաստակելու է հովանավորներից, այլև մտածում է բլոգերների մասին, որովհետև ինքը կարող է հովանավորներից գումար վերցնել, բայց այդ հովանավորներին ներկայացնելու է բլոգերը ու շատ կարևոր է, որ բլոգերը ամոթով չմնա հովանավորներին իր լսարանին ներկայացնելուց ու ոլորտում կա event planner, կարծում եմ դուք իրեն չեք ճանաչի, որովհետև իմ YouTube-ի լսարանը հիմնականում չկա Instagram-ում առհասարակ ու ինձ հետևում է միայն YouTube-ում, YouTube-ից շատ քիչ հետևորդներ ունեմ, ովքեր ինձ նաև հետևում են Instagram-ում։ Մի հատ լվացվում շարունակեմ։ Ռան շոքին գալիս ես տուն ու ուզում ես մի անգամից մաքրել դիմահարդարումդ ու իրականում այստեղ հարցը ամենևին դիմահարդարումը չի, այստեղ հարցը այն փոշին ու կեղտն է, որ հերիք չի քո դեմքին դիմահարդարում կա, մի հատ էլ այդ դիմահարդարման վրայից այդ կեղտն ու փոշին է նստում դեմքիդ ու րոպե առաջ ուզում ես ազատվել այդ ամեն ինչից։ Ինչևէ, ասում էի, որ ոլորտում կա մի աղջիկ, ով հիանալի իվենթներ է կազմակերպում։ Ես ամեն անգամ մեծ հաճույքով եմ մասնակցում իր կազմակերպած իվենթներին, այսօր էլ գնացել եմ ու այնքան շատ ու որակյալ նվերներով եմ վերադարձել տուն, որ հիացած էի ուղղակի, ոնց կարա իվենթ մեյքերը այդ կարգի մտածի բլոգերի մասին, որ այդքան լավ որակյալ նվերներով ճանապարհի։ Ահագին խառը գնումներ ունեի արած, եկա որ դասավորեմ ու հիշեցի կեսից, որ կարող եմ ձեզ էլ ցույց տալ, նոր դասավորել, ինչու ոչ, գուցե ձեզ էլ հետաքրքիր լինի։ Բոլորը կդնեմ այս տուփի մեջ, այսպես ավելի կոկիկ կլինի պահելը։ Ունենք երկու զարգացնող խաղ, որոնք վաղուց եմ պատվիրել, Արնոն ահագին զբաղվել է այս խաղերով, հիմա ուզում եմ պահել արդեն Սոսեի համար, որովհետև Արնոյի համար ահագին հեշտ է դարձել, շատ լավ խաղեր են, IQ լոտոյա կոչվում, ժիրաֆիկի կողմից մայրիկներին և երեխաներին, այստեղ քարտեր են, այսպես ցույց տամ, ավելի պատկերավոր կլինի, այստեղ քարտեր են, կենդանիներ են քարտերի վրա նկարած ու սենց թափանցիկ փոքրիկ կարտոճկաներ են, այսպես, որտեղ կենդանիների ձագուկներն են ու պետք է գտնել, թե որ ձագուկը որ մամայինն է,
այսպես օրինակ, հա, սենց ձագուկին դնել իր մամայի կողքը։ Այստեղ կարելի է նաև ստեղծագործել, օրինակ գտիր ավելորդը կամ թարս հակառակ շարել, կամ բոլորը ճիշտ շարել, մեկը սխալ ու երեխային ասել գտիր, թե որն է սխալ դրված։ Մի խոսքով թողնում ենք ձեր երևակայությանը։ Սա էլ իր մյուս սերիան է, այստեղ էլ որ կենդանին որտեղ է ապրում, էլի սենց քարտերի վրա նկարված են իրենց բնակության վայրերը ու էլի սենց խառը կենդանիներն են, որ պետք է գտնել, թե որ կենդանին որտեղ է ապրում, էլի շատ հետաքրքիր է, էլի նույն ձև կարելի է երևակայել, տարբեր խաղեր կազմակերպել այս IQ լոտոների միջոցով ու զարգացնել երեխայի երևակայությունը, մանր մոտորիկան, կենդանիների ճանաչողությունը, մի խոսքով լիքը օգտակար ֆունկցիաներ ունի։ Էլի պատվիրել եմ զարգացնող խաղ Առնոյի համար, որովհետև Առնոն գույները լավ չի ճանաչում ու այս խաղերի միջոցով ուզում եմ նաև իրեն գույները սովորեցնել, մի քիչ գույները Առնոյին դժվար է տրվում, ինքը շատ խելացի երեխա է, բայց կոնկրետ գույները մի քիչ դժվար է իրեն տրվում։ Այստեղ սենց որդի կա, քարտեր են ու քարտերի հերթականությամբ գույները պետք է ճիշտ սենց բռնել և շարել այդ կլորների մեջ։ Եթե ձեզ հետաքրքիր է, կարող եմ այս զարգացնող խաղերով, երբ զբաղվում ենք, վիդեո նկարել ու ձեզ հետ ևս կիսվել, բայց գրեք մեկնաբանություններում արդյոք հետաքրքիր է, թե ոչ, որովհետև ուրիշ բան է, երբ դու ուղղակի երեխայի հետ զարգացնող խաղ ես խաղում, ուրիշ բան է, երբ դու այդ ամենը նաև պետք է նկարես, հետո մոնտաժես, այնպես անես, որ շատ ծավալուն չլինի, չձանձրացնի, հետաքրքիր մոնտաժ լինի, մի խոսքով բավականին ժամանակատար աշխատանք է նկարելը, քան ուղղակի երեխայի հետ նստելն ու խաղալը։ Դրա համար կանեմ այդ ամենը, եթե իմանամ, որ ձեզ հետաքրքիր է։ Ես զգացել եմ, որ իմ YouTube-ի լսարանին այդքան էլ հետաքրքիր չեն երեխաների դաստիարակության, խնամքի, զարգացման հետ կապված թեմաները, որովհետև նմանատիպ վլոգները մի քիչ ավելի դանդաղ են առաջ գնում, ակտիվը շատ բարձր չի լինում, մեկնաբանություններ շատ չեն լինում, մի խոսքով զգացնել եք տալիս, որ ձեզ այդքան էլ հետաքրքիր չեն այդ թեմաները։ Փոխարենը ձեզ ավելի հետաքրքիր են մաքրության վլոգները, կենցաղային վլոգները, մթերային գնումները, անբոքսինգները, նման վլոգների դիտելիությունը շատ ավելի բարձր է լինում, դրա համար աշխատում եմ տալ այն, ինչը որ ավելի լավ է սպառվում իմ լսարանի կողմից։ Այնպես որ եթե ձեզ հետաքրքիր են այս թեմաները, գրեք մեկնաբանություններում, ես կաշխատեմ նաև նման հետաքրքիր հոլովակներ նկարել, թե ինչպես ենք զարգացնում երեխաների երևակայությունը, մոտորիկան, առհասարակ ոնց ենք աշխատում երեխաների զարգացման ճիշտ դաստիարակության ուղղությամբ։ Մի խոսքով, այստեղ ունենք սենց պոմպոններ, որոնցով էլի շատ հետաքրքիր խաղեր կարելի է կազմակերպել, սիլիկոնե են իդեպ սրանք ու բավականին երկար կծառայեն։ Էլի կսովորենք գույները Առնոյի հետ, սենց երկու բռնելու հարմարանքներ են, կոլբաներ, որոնց մեջ երեխան պետք է այս պոմպոնները գցի ճիշտ հերթականությամբ, մի խոսքով խառը գունային խաղեր կարելի է կազմակերպել ու զարգացնել երեխայի գուն ընկալումը։ Այս մեկն էլ է շատ հավես, ատամիկների վերաբերյալ խաղ է, այստեղ տարբեր մթերքներ են, թե ինչպես պետք է երեխան խնամի իր ատամիկները, որ մթերքներն են վնասում ատամներին, որոնք են առողջարար, օրինակ այստեղ խնձոր ունենք, բրոկոլի, գազար, կոնֆետ, սա ինչ է, այս չգիտեմ ինչ է, ընթացքում կհասկանանք և հանենք, այստեղ ունենք օրինակ ատամնաթել, ատամի մածուկ, կաթ, գազավորված ըմպելիք, այստեղ պաղպաղակ եմ տեսնում, ատամի խոզանակ, մի խոսքով սենց լիքը հավես բաներ ու երկու մեծ ատամիկ, որոնց վրա պետք է շարել, որոնք են օգտակար մթերքները և որոնք վնասակարները։ Առանձնացնեմ խաղերը ու դնեմ նրանց հետ, մնացածն էլ արդեն սա ցույց եմ տվել վլոգներից մեկում, որն իդեպ իմ ասացի նման շատ քիչ դիտումներ է հավաքել, որովհետև այդ վլոգը հենց ամբողջությամբ նվիրված էր զարգացնող խաղերին, հիմնականում երեխաների զարգացմանը։ Սենց հավես բան եմ պատվիրել,
գունավոր թելեր են, պլաստմասից ասեղներ, որ այս փայտերի մեջ սենց անցկացնեն թելերով ու սիրուն պատկերներ ստանան։ Սա էլ թևնոցներ պատրաստելու համար է, շատ հետաքրքիր ու հավես ֆիգուրկա է ու շատ երկար է զբաղեցնում երեխաներին, երեխաները երկար հաճույքով զբաղվում են ու իրենց համար թևնոցներ են պատրաստում։ Անք զարդեր են ինձ համար, հիմա կառանձնացնեմ ու կտանեմ, այս էլի երեխաների համար է, սենց ցույց տամ, այս սենց գրիչներ են ու տարբեր քարեր, որ այս գրիչների վրա կարելի է հավաքել և սիրուն օրվանից սիրուն հուշ ունենալ, հետո էլ այդ գրիչը օգտագործել։ Դրանք էլ զարդեր են ինձ համար, հիմա կհավաքեմ սենց միտեղ և կտանեմ։ Ստեղծել եմ զարդերը, սա ծաղիկները, եթե ինպես տարի մեր պլանները մի քիչ խառնվեցին ծով գնալու, եթե չէ, ինձ տպում է սիրուն է շատ, ձեի սիրուն ֆոտոշութ ունենալ ու այս ծաղիկները օգտագործել, շատ լավիկն են, թևնոցը, սիրուն ականջողեր, շատ են դուրս եկել, էլի խառը ծովային խխունջիկներով, վզնոցներ, թևնոցներ են և կարծես թե այսքանը ու սա, սա էլի խաղա պետք է տամ երեխաները զբաղվեն, մի քիչ բարդ է լինելու, ինչ-որ բան պետք է պատրաստել սրանով, այս սենց որդիկներ, չգիտեմ առհասարակ կարողանանք սրա պատրաստել, թե չէ, բայց այստեղ QR կա, որ կարող ենք սկանավորել և պատրաստման ընթացքը վիդեո տարբերակով տեսնել։ Անք էլ իմ այս անգամվա գնումները, որոնք հիմնականում ինչպես տեսակ նվիրված էին երեխաների զարգացմանը, ես շատ ինտենսիվ աշխատում եմ այդ ուղղությամբ, ինձ հաճախ գրում են, որ իմ երեխաները շատ դաստիարակված են, շատ խելացի են, այդ ամենի հետևում իրականում հսկայական աշխատանք է ընկած։ Դե իսկ ես ձեզ ասում եմ արդեն առայժմ, ուզում եմ ավարտել այս վլոգը, որովհետև մի քիչ խառը-խուճուճ վլոգ է ստացվել, ավարտեմ, որ կարողանամ ձեզ համար սկսել նոր վլոգ։ Մաղթում եմ օրվա հիանալի շարունակություն ու ասում, որ մենք կհանդիպենք հաջորդ վլոգի շրջանակներում։